Ես դա եմ։ Ես դրա համար եմ ծնվել։ Ես շահին մարդ եմ ծնվել։ Եթե ես էլ շահամա ուլեի, ես էլ պալատներ կունենայի։ 26 տարի շոֆերություն եմ այ պետական։ Գրուզավի գրա կարա չէ ինձ մարդուն սարքեմ։ 63-ամյա Միշա Եգանյանի ընտանիքն ապրում է Տավուշի մարզի Կողբ գյուղի բարձունքում տեղադրված այս վագոն տնակում։ Միշան մասնակցել է նոյեմբերյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, կորցրել աջ թևը, ստացել բազմաթիվ վնասվածքներ։ Ու մեզ բախտ չվիճակվեց, որ սալամատ դուրս գանք, մեզ վերցրին օղակի մեջ, փակվեցին մեզ, դուրս գալու հնարավորություն չկար։ Ես հավատացյալ չեմ, բայց Աստծուն հավատում եմ, որովհետև ես դաշտում ընկած, մահամերձ վիճակում մենակ 2 անգամ հասցի ասեմ Տեր Աստված։ Երեխեքս որ չմնան։ Եվ սաղ մնացի Փառք Աստծուն։ Սաղ մնացի։ Միշայի կինը Հրանուշ Եգանյանը երկրորդ կարգի հաշմանդամ է։ Հիվանդությունները ձեռք է բերել ամուսնու հետ պատահած դժբախտությունը վերապրելով։ Հրանուշ ասի, գիտես որ թևս կտրվել է։ Ու ես տեսա որ ինքը ոնց որ մտածմունքի մեջ անգել։ Թե վախից նա հետ թե հուզմունքիցը մի քանի մի 2 տարուց հետո թե այս կինը արդեն այն չի։ Չի խոսում, չի ասում, բայց ես զգում եմ այն չի։ Ու այս հիվանդությունը կամած ձեռք բերեց։ Պատերազմից հետո Միշա Եգանյանն աշխատել է պետական հիմնարկներում, հետո զբաղվել մասնավոր ձեռներեցությամբ։ Ինչպես ինքն է ասում, հարկայինի հետ գլուխ չդնելու համար քաշվել է մոտակա անտառն ու սկսել է խոս պահել։ Ես վագոն առել եմ տայել մեր անտառի փեշում համալիրկայից գյուղից 3 կիլոմետր վերև։ Դրել եմ այնտեղ, սկսել խոզաբուծությամբ զբաղվել։ Իմ ընտանիքով հանդերձ։ Պահեցինք ահագին, պահեցինք բան ու ասի լավ է, ես սկսեցի էծեր պահել խոզերի զուգահեռ, որպեսզի կաթ, մատոն, պանիր ունենանք մեր ընտանեկան համար։ 2001 թվականին իմանալով, որ Պաշտպանության նախարարությունը պատերազմի վետերաններին բնակարանով ապահովելու ծրագիր է սկսել, Միշան որոշում է լուծել տան հարցը։ Ես դիմելով, թղթեր սարքելով, մարզպետարանը, վերջը, տուդա 5 տարի ձգի, սարքում եմ կորչում, էսա պետք է, ինա պետք է, ինչ ուզում են տանում եմ։ Ամեն յուրաքանչյուր սարքելով 36 կտոր թուղթ։ 36 կտորը դե հաշվարկեցեք 50 դրամ է, մի հատ 20 5 տարի է ձևից տանջել են։ 2006-ին նոյեմբերյան է գալիս Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Վիրավոր ազատամարտիկն իր խնդիրները նախարարին ներկայացնելու առիթը բաց չի թողնում։ Որ հետ հասավ ինձ, ես վեր գացա առանց որևէ մի տրտնջալու, ասի պետք է ասեմ, ով դաշտը չգիտենա վետերանա, ով այս ձևից մարտուժվել է, ոչ ոք չգիտի նա տեղը։ Ոնց հասկանանք ասի, որ ես այդ աչքներս առաջին ինվալիդացել եմ, իմ անունը ոչ մի տեղ չկա։ Այս ձևի 5 տարի է ձեր հրամանը դուրս եկելու, ոչ մի արձագանք չեմ ստանում։ Սարքում եմ, ասում են թղթերը պակաս, կորավ, տեղ չհասավ, սա ոնց հասկանանք ասի, պարոն նախարար։ Շաբաթը չանցած նախարարությունը Միշա Եգանյանին հատկացնում է 5 տարի սպասված 3 միլիոն դրամը, որով նա կառուցում է այս տունը։ Կառուցեցի, որ պետք է մեջերներ սարքեի, փողը սպառվեց։ Դե սա փողով է։ Հիմա Կողբեցի վետերանն ունի կիսակառույց տուն եւ շարունակում է ապրել վագոն տնակում։ Միակ պակասությունը դա է իմ։ Բնակարանի հարցը։ Ուրիշ ոչ մի պահանջ չեմ ուզում ներկայացնեմ, դեռս սաղ այս, մի ձեռով ենքակ աշխատում եմ ինձ ես առողջ եմ զգում, չնայած իվալետ եմ, բայց ես ինձ առողջ եմ, ես իմ գոյությունը կարամ պաշտպանեմ իմ ընտանիք, միայն կացարանի հարց ասա, ես դա իմ խնդրանքը, իմ օգնության ձեռք մեկն է։